Փորձենք զրուցել նրա հետ։ Պարոն Սիմոնյան, այս օրերին Սարիկ Մինասյանը անդրադարձել է Գյումրիի քաղաքապետի ընտրությանը եւ հայտնել է նախ, որ իր կանխատեսումները ըստ էության իրականացել են, իր սպասումները ժողովրդի վստահության առումով ուղղակի մասնակցությունն է շատ բարձր եղել իր կանխատեսածից, այսինքն սրանից կարող ենք ենթադրել, որ եթե Սարիկ Մինասյանի կանխատեսմամբ միայն իրենց թիմը մասնակցեր ընտրությանը, ինքը գուցե 100% ձայնավայր է։ Ես կանխատեսումներին չեմ հավատում, որովհետև ըստ քաղաքացիների խոսակցությունների եղել են կրկնակվյարկություններ, եղել են մարդկանց տների վրա ավել գրանցումներ եւ եթե դրանք հանեինք, գուցե քաղաքացիական պայմանագիրը 7000 ձայնից ավել չտաներ։ Վարդան Ղուկասյանն նաև ասաց, որ տարել են գերեզմանների վրա, երթվել են, տվել նման ահազանգեր դուք ունեցել եք։ Ես չեմ լսել նման դեպքերի մասով, եթե ասվել է, ուրեմն կարող է եւ կա։ Եվ Սարիկ Մինասյանը ճգնաժամային կառավարում է սպասում, ասում է, այս ուժերը, որոնք միացել են իրար, ընդդիմադիր, իրարից շատ տարբեր են, տարաձայնություններ ունեն, եթե ինքը անցած լիներ եւ պրոիշխանական ուժերի հետ համագործակցեր, դա կլիներ կոալիցիոն կառավարություն, որպեսզի այդ ուժերը նույնպես կիսեին պատասխանատվությունը, իսկ դուք հիմա որևէ պատասխանատվություն չեք կիսելու Վարդան Ղուկասյանի որոշումների համար, այդպես է։ Ուրեմն ասեմ, մենք քաղաքի մասով իհարկե կիսում ենք պատասխանատվություն, որովհետև մեր քաղաքն է, բայց անձերի հետ կապված, եթե դուք չգիտեք ինչ է նախատեսված, չեք կարող ասել, որ որևիցե մեկի տեղը կարող եք պատասխանատվություն կիսել, եւ Սարիկ Մինասյանի այն պնդմանը, որ ճգնաժամային կառավարում է սպասվում, հիշեցնեմ, որ 2021 թվականին տեսել ենք քաղաքացիական պայմանագրի եւ Պալասանյան դաշինքի ընդհանուր կառավարումը եւ հենց այդտեղից է սկսվել մեր Գյումրու ճգնաժամը, Գյումրու կառավարման ճգնաժամը եւ դա բոլոր գյումրեցիներն են ֆիքսել եւ փաստել, որ նմանատիպ կոալիցիաները միշտ աղետաբեր են քաղաքների եւ երկրների համար։ Իսկ ընդհանուր բան ունենք թե չէ 4 ուժերով, կարող եմ վստահ ասել, մեկ ընդհանուր բան ունենք. երկրի շահերի մեջ հաստատ դավաճանական պահվածք չենք ունենալու։ Շատ քննադատվեց նախորդ մեր Գյումրի այցից հետո, ճեպազրույցից հետո Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, որ ինքը կողմ է միութենական պետությանը, այս կոնտեքստում նաև ձեզ քննադատել էին, որ քարոզարշավի ընթացքում Եդինայա Ռոսիայի падգամավորի էիք բերել, որ մասնակցի քարոզարշավին, արդյոք դուք եք կողմ միութենական պետության եւ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին ինչ կասեք։ Այստեղ է ասված, որ ոչ թե մենք բերել էինք, այլ իրենք լսելով մեր ազատ տնտեսական կոդու ծրագիրը, ծրագրին են աջակցություն հայտնել, որ եթե դառնա Գյումրին ազատ տնտեսական կոդի, ապա Ռուսաստանից ներդրումային հոսքեր հնարավոր են ապահովել։ Մնացած մասով նիստը սկսվեց, փորձենք վերջում, հա։ Շատ լավ, պարոն Սիմոնյան։